Հոգու նպատակը։ Հիշեք, ես մի քանի ծառայություն խոսում եմ Սուրբ Հոգու մասին, նրա զորության մասին, նրա կարևորության մասին։ Այսօր խոսելու եմ Սուրբ Հոգու նպատակների մասին։ Գիտեք, լսեցիք, ստեղ աղոթք ենք անում ու այդ թղթապանակը կարիքների, չէ՞, թղթապանակը։ Ու ամեն անգամ, երբ որ գալիս ենք Աստծո առաջ կամ հիմա էլ միգուցե ոմանք եկել են նստեն, իրենց հոգսը բերել են Աստծուն, եւ դա վատ չի կամ ուզում են ստանալ, բա հիմա ինչ խոսք ունի Աստված իրենց համար, իսկ ինչա պատրաստվում Աստված այսօր անել իր կյանքի մեջ, ինչա պատրաստվում վաղը անել իր կյանքի մեջ, իսկ ինչ վերաբերմունք կամ ինչ ծրագրեր ունի Աստված իր կյանքի համար եկող տարվա մեջ, կամ իմ աղոթքը ինչպես է Տեր պատասխանելու, ու մենք լավ է, որ բոլորս ցանկություն ունենք ու բոլորս ուզում ենք ինչ-որ բան Աստված անի մեր համար, անի մեր համար։ Կա մարդ տենց, որ ուզում Աստված ինչ-որ բան անի իր համար, հա, 40%-ը, բոլորս, բայց գիտես, այսօր ես չեմ խոսելու, թե ինչ Աստված պատրաստվում անի քո համար, այսօր ես ուզում եմ խոսամ, իսկ ինչ ենք մենք պատրաստվում անելու Աստծո համար, հա, որտեվ այն ինչ որ, գիտես, մենք ոչինչ չենք կարող անել Աստծո համար, եթե նախապես նա ինչ-որ բան առաջ չլինի մեզ համար, Աստված այնքան բարի է, այնքան հավատարիմ է, ու չկա մի բան, որ Աստված մեզանից, գիտես, պահանջի, խնդրի, վերջերս լսում էի մի խոսակցություն, ասում է, միթե դա ճիշտ մարգարեություն է, երբ որ Աստված մարդուց մի բան է խնդրում, գիտես, Աստված դիմում է իր ժողովրդին, Աստված հարգում է իր ժողովուրդը, Աստված սիրում է, հա, ես այդ տվյալ մարգարեությունը չգիտեմ, որովհետև չեմ էլ լսել, բայց մենք մտածում ենք Աստված չի կարա խնդրի, Աստված մենակ պետք է հրամայի, ես չգիտեմ այս խոսքը, որ խոսելու եմ, ինքը հրաման է, ինքը պատվեր է, ինքը խնդրանք է, ինքը առաջարկ է, բայց Աստծուց է, ուզում եմ նայենք Սուրբ Հոգու նպատակների մասին ու ընդհանրապես տեղավորվեմ ժամանակի մեջ, ինչ ունի Սուրբ Հոգին, ինչ նպատակ ունի Սուրբ Հոգին, որ Հիսուսը իրեն ուղարկեց այստեղ, որտեվ Հիսուս ասում է լավ է, որ ես գնամ, 14-16-րդ գլուխները Հովհաննես ավետարանի, այսօր տեղերը շատ, որոնք կկարդամ, որոնք մեջ կբերեմ, բայց ուզում եմ հասցնեմ այս ուղերձը իր նպատակին, որ որն էր Սուրբ Հոգու նպատակը, որ եկավ, հա, որն էր, գիտեք, մի անգամից ուզում եմ առաջ գնամ ու հիշացնեմ բոլորիս են տեղը Գործք առաքելոց 1:8-ը, որ Հիսուսը պատրաստվում է համբարձման ու ասում է, գիտեք, մնացեք այստեղ, չէ, և Սուրբ Հոգին կգա, դուք զորություն կառնեք և ինչ լավ է, անկիր գիտենք, ինչ լավ է, ասում է, իմ վկաները կլինեք, կվկայեք, կգնաք, կպատմեք, հասկանում ես, ինչ լավ է, որ սկիզբն է, երկրորդականը կամ ամեն բան սկզբից է սկսվում, որ ինքը խառը բաներ չասեց կամ վերջից չեկավ, լավ է, որ չասեց, որ գիտեք, և զորություն կառնեք Սուրբ Հոգին, երբ որ կգա ձեր վրա, և կսկսեք մարգարյանալ, և կսկսեք զորություններ գործել, և սկսեք բարեգործություններ անել, և կսկսեք, չգիտեմ, շատ գերբնական օրհնություններով կլցվեք, լեզուներ կխոսեք, բայց տեսնում ենք, որ այդ ամեն ինչն էլ, չէ, լինում է ու ճիշտ է ու դրսևորվում է, բայց այնքան կարևոր է, որ ասեց իմ վկաները կլինեք, ես ուզում եմ այսօր ու ինքան ուժեղ է իմ մեջ սա բացվել, նես չէ, որ մենք չգիտեինք, բայց գիտես ես հասկանում եմ, որ մի բան կա, որ մենք տեղերը փոխում ենք, որպես եկեղեցի շատ մոռացության ենք տալիս բաներ, որ առաջնային են ու կարևոր են, Սուրբ Հոգուն որպես մխիթարիչ կամ մենք ասում ենք ընկեր, մեզ օգնական, այդ մեր պարակլետոսը ինքը եկել է մեզ օգնելու, և դա ճիշտ է, եկել է մեզ առաջնորդելու և դա ճիշտ է, եկել է մեզ մխիթարելու և դա ճիշտ է, եկել է մեզ ճշմարտության մեջ առաջնորդելու, իսկ որն է ճշմարտությունը, եկել է մեզ բացատրելու, ու շատ լավ է, բայց մի կարևոր բան ունի, որի համար, որ Սուրբ Հոգին եկել է, մեզ
Քրիստոսի վկաները դարձնելու համար։ Ու եթե եկեղեցին Քրիստոսի վկան չի այս աշխարհի մեջ ու ինքը ուզում է Սուրբ Հոգով առաջնորդվի, Սուրբ Հոգով մխիթարվի, Սուրբ Հոգով գիտություն ունենա, Աստվածաբան դառնա, զրո են ու ոչինչ են այդ ամենը։ Ու ես գիտես պատկերացնում եմ այսպես, եթե Սուրբ Հոգին իր կարևոր գործը չի անում եկեղեցու ձեռքով, կարելի ասել նրա ձեռքերը կապված են, որպեսզի լավ հասկանանք։ Նրա հնարավորությունները սահմանափակ են։ Նրա գործունեությունը մենք փակել ենք։ Եթե ասում ենք եկեղեցի, մենք պետք է հասկանանք Սուրբ Հոգի, որտեղ առանց Սուրբ Հոգու ինչ եկեղեցի։ Ու Սուրբ Հոգին էր, որ եկավ ու եկեղեցու ծնունդը սկսվեց։ Իսկ եկե Սուրբ Հոգին եկեղեցում չի աշխատում, եկեղեցուն չի գործածում իր նպատակների համար, ուրեմն այդ եկեղեցին կարելի ասել ինքը անունով է եկեղեցի, բայց գործնեությամբ ինքը եկեղեցի չի։ Դա կազմակերպություն է։ Դա մարդկանց հավաքույթ է, դա ինչ որ բարեգործական, չգիտեմ, ծրագրեր իրականացնող մարմին է։ Դա այդպես է։ Առաջի տեղը, որ ուզում եմ ընթերցեմ, Ղուկաս 4-րդ գլուխ 16-րդ խոսքն է։ Եվ ստեղ գրված է, երբ որ եւ եկավ Նազարեթ, Հիսուս Քրիստոսի մասին է, ուր որ մեծացել էր, եւ իր սովորության պես շաբաթ օրը ժողովարան մտավ, ինչ լավ է, չէ՞, սովորության պես, եւ կանգնեց, որ կարդա։ Գիտես, ասում է, եւ 17-ում եւ Եսայա մարգարեի գիրքը տվի նրան, եւ երբ որ գիրքը բացեց, այն տեղը գտավ, որ գրված էր։ Մինչև կընթերցեմ, այսօր շատ բաներ մեզ կմատուցվի, որ մենք կարդանք, շատ բաներ, բայց գիտես, որ նա գտավ այն ինչ, որ պետք էր իրան կարդալու։ Ինչա մեզ պետք է այսօր կարդալու։ Գիտես, մենք շատ ժամանակ բաներ կա, որ Աստծուն ենք կարդալ տալիս, այն ինչ որ մենք ենք ուզում, որ ինքը անի։ Բայց գիտես, մեզ պետք է կարդալ այն, ինչ որ մենք պետք է անենք։ Եկեք այսօր կարդանք։ Հա? Աստծո խոսքը բոլորիս առաջ է, Սուրբ Հոգին խոսում է, աշխարհն իր տեղն է խոսում, բայց ինչ ենք ես ու դու կարդում, թանկագիններս։ Ինչ ենք ես ու դու կարդում ամեն ժամանակ, ամեն հավաքույթի, ամեն աղոթքի ժամանակ, թե մենք ենք կարդալ տալիս։ Եկեք կարդանք, եկեք հասկանանք, եկեք ընդունենք ու վարվենք այդպես։ Ամեն։ Եվ ասում է, Տիրոջ սկսեց կարդալ, որտեղ որ գրված էր, Տիրոջ հոգին ինձ վրա է։ Ում վրա է Տիրոջ հոգին այսօր։ Մենք անգամ ասում ենք իմ մեջ է։ Ամեն։ Համարցակ ասա, Տիրոջ հոգին, կա մարդ, որ կասկածում է, որ Տիրոջ հոգին իր մեջ է։ Չկա։ Մարդ կա կասկածում է, որ Տիրոջ հոգին իր մեջ է, վերջում կմոտենաք ինձ, ծառայության վերջում։ Ասում եմ, եթե Աստծո հոգին քեզ չառաջնորդի, քո մեջ չլինի, Քրիստոսը քո Տերը չի էլ լինի։ Եվ գիտեք ինչ ասում եմ, որի համար էլ օծեց ինձ, այս խոսքը շատ ուժեղ է։ Ասում եմ, Տիրոջ հոգին, ես ասեմ իմ մեջ է, հա, դուք էլ։ Տիրոջ հոգին մեր մեջ է, քո մեջ է։ Ինչու։ Ինչու։ Որն է նպատակը։ Որ ես Սուրբ Հոգու լեզուներով աղոթեմ։ Ո՞վ է Սուրբ Հոգու լեզուներով աղոթում։ Մեծամասնությունը։ Այն մյուսներ խիչ են աղոթում, մյուսներն էլ չգիտեմ։ Աղոթեք։ Սուրբ Հոգին իմ մեջ է, որ Աստվածաշունչ կարդամ, հասկանամ։ Սուրբ Հոգին իմ մեջ է, որ ապացուցվի, որ ես քրիստոնյա եմ։ Լսեք ուշադիր, Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար էլ օծեց ինձ։ Սուրբ Հոգին մեր մեջ է, եկեղեցում է հատուկ նպատակով։ Նա ասում է, Սուրբ Հոգին եկել է, որպեսզի օծի։ Սուրբ Հոգին չի եկել, որ մենք
լավ զգանք ուղղակի, որ նա մեր հետ է։ Սուրբ Հոգին չի եկել, որ մենք ամեն ժամանակ սկսենք աղոթել, ասենք, հա, Սուրբ Հոգին կողքս է։ Սուրբ Հոգին չի եկել, որ մեր ծառան լինի ու երբ որ մեզ պետք է, մենք ասենք Սուրբ Հոգի դե արա։ Սուրբ Հոգին եկել է հատուկ նպատակով օծելու մեզ։ Ասա օծելու ինձ։ Ինչ է նշանակում օծել։ Տալու համապատասխան զորություն, կարողություն, ունակություն։ Այս բառը օգտագործեմ։ Սուրբ Հոգին եկել է, ունակություն է տվել ինձ, ասում է Հիսուսը։ Սուրբ Հոգին եկել է եւ ինձ հանձնարարություն է տվել եւ այդ հանձնարարության համեմատ բոլոր անհրաժեշտ գործիքներ, լավ։ Բոլոր անհրաժեշտ կարողությունը, ունակությունը տրված է ինձ։ Դա է նպատակը, ինչի համար էլ Սուրբ Հոգին եկել է։ Դա է նպատակը, ինչի համար էլ որ ես օծվել եմ կամ ունեմ Սուրբ Հոգին։ Ինչի համար թանկագիններ։ Ինչի համար եկեղեցի։ Նա ինձ ուղարկել է աղքատներին ավետարանելու, սրտով կոտրվածներին բժշկելու, գերիներին թողություն քարոզելու, կույրերին տեսողություն, խոցվածներին արձակելու ազատելով, Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։ Տեսնում ես չի ասում Սուրբ Հոգին եկել է իմ մեջ, որ ես Աստծո զավակ կոչվեմ։ Այո, Սուրբ Հոգով ենք մենք Աստծո որդիներ։ Սուրբ Հոգին չի եկել, որ ինձ արքայության գաղտնիքները բացի։ Այո, բայց ինքն է բացողը։ Ասում է Սուրբ Հոգին եկել է ու ես օծված եմ։ Ես լցված եմ։ Ու սա է գերագույն նպատակը ավետարանը տանելու։ Ավետարանը տանելու։ Ու գիտես այն եկեղեցին, որ ավետարանը չի տանում Սուրբ Հոգուն արգելում է։ Այն եկեղեցին, որ ավետարանը չի քարոզում, այն մարդը, որ ավետարանը չի քարոզում, Սուրբ Հոգու թևերը կապում է։ Ես չեմ ուզում ասեմ խոսք եկող տարվա համար, ծիծաղելի կլինի սա, եթե ասեմ եկող տարվա համար։ Խոսք հավիտենության համար, խոսք միշտ, ակտուալ, մենք վերա դասավորելու ենք մեր տեսիլքները, վերանայելու ենք մեր տեսիլքները, ամեն, մեր նպատակները, մի հատ թարմացնելու ենք թանկագիններ։ Ինչու համար է Սուրբ Հոգի դու եկել եկեղեցում։ Ինչու ես դու իմ կյանքի մեջ։ Կասես, բայց հովիվ ես այդքան չեմ զգում, ոնց որ գիտես իմ մոտ ոնց որ այդքան չի ստացվում կամ ես ինչ գիտեմ ով կփրկվի, չի փրկվի, այ եթե իմանամ տվյալ մարդը փրկվի, ես իրան ավետարանը կխոսամ, բայց ամեն բան արդեն ցույց է տալի, որ ինքը չի փրկվի։ Գրված չի ձեր մարգարիտները շաղմի տվեք խոզերի առաջ, շների առաջ, չգիտեմ ես իմում առաջ։ Հիսուս ասում է Տիրոջ Հոգին եկել է, որ ես ավետարանը խոսամ։ Տիրոջ Հոգին եկել է, որ ես արքայության մասին խոսամ։ Տիրոջ Հոգին եկել է, որ ես ու այս գործողությունները կույրերի աչքերը բացվեն, խուլերը լսեն, խոցվածները բժշկվեն, գերիները ազատագրվեն։ Պատկերացնում եք Սուրբ Հոգու գործնեությունը կամ ֆունկցիան ինչի մեջ է կայանում։ Որտեղ է իր սիրտը, որտեղ է իր փափագը, որտեղ են իր ձեռքերը ազատ, որտեղ է իր այն տենչանքը ինչ գործ անելու։ Ուտեղ է թե չէ։ Ու դրա մեջ է կարևորը, թե չէ։ Դրա մեջ է։ Սուրբ Հոգին պարակլետոս է։ Մենք լավ ուսմունքները գիտենք Սուրբ Հոգու մասին։ Իմ ընկերն է ինձ օգնում է, ես ընկճված եմ, ինձ մխիթարում է։ Հերիք է։ Հերիք է։ Միշտ էլ ընկճվածությունը գալու է քո վրա, միշտ էլ խնդիրները հարձակվելու են քո վրա, միշտ էլ նեղություն ես ունենալու, միշտ էլ չհասկացվածություն ես ունենալու, միշտ էլ։ Բայց գիտեք ինչ է լինելու։ Երբ որ գիտակցելու ենք Սուրբ Հոգին ինչ է ուզում անի, ու երբ որ մենք սկսելու ենք իրան տալու այդ հնարավորությունը, երբ որ նա սկսելու է գործել, բա ոնց, դե թող գործի, ես համաձայն եմ, դու ես իրա ընկերը, դու ես իրա ընկերը, եկեղեցի, ասա ես եմ իրա ընկերը,
Ես եմ իր գործակիցը։ Ես եմ իր գործընկերը։ Ու երբ որ դու սկսելու ես Քրիստոսի մասին պատմելը, խավարը փախնելու է։ Եվ դիմացինից եւ քեզանից։ Երբ որ դու սկսելու ես Քրիստոսի լուրը հռչակելը, երբ որ դու նայելու ես քեզ ոչ թե այս աշխարհի մեջ խոցված, տանջված, մի կերպ յոլա գնացող, այլ նայելու ես, որ ես Աստծո գործընկերն եմ, ու ես հատուկ օծված եմ Աստծո կողմից, հատուկ նպատակով, դու կսկսես գործել։ Գիտեք ինչու չենք գործում, որտեվ այդքան էլ վստահ չենք։ Հիմա ես եմ, թե միգուցե այն եղբորս է, ես այդքան էլ չեմ։ Այն եկեղեցին է, Երևանի եկեղեցին է դրա մեջ կանչված։ Մենք սուսեք, ինչ է գլխներիդ փորձանք բերում անտեղի։ Ուզում եմ ասեմ, եկող տարվա մեջ մասսայական ավետարանչություններ են կազմակերպելու։ Մասսայական, բաց, ոչ թե թաքուն ես պատերի մեջ։ Քաղաքով մեկ, մարզերով մեկ, բակերով մեկ։ Ով վախեցավ։ Սուրբ Հոգին չի վախենում։ Իսկ ով որ ոգեշնչվեց, դու հենց այսօր էլ կարող ես սկսել։ Ամեն։ Մենք Փառք Տիրոջը, մենք ասում ենք արթնությունը գալիս է։ Այդ որտեղ է, որ սարի հետևն է, պատմեք։ Բոլորս ենք հավատում։ Երեք մի մարդ ինձ խոստովանեց, ասում է, գիտես, չենք հավատում, որ Հայաստանում արթնություն ա լինում։ Չեմ հավատում, չեմ հավատացել ավելի շուտ։ Բայց հիմա հավատում եմ։ Հավատում եմ հիմա։ Միգուցե բաներ կա, որ չես հավատում։ Աստված կբերի այդ խոսքը, Աստված քեզ կգործածի, Աստված քեզ կօգտագործի։ Բայց ինչի ենք աղոթում, եթե չկա արթնություն։ Չի լինելու արթնություն կամ ինչպես ենք պատկերացնում այդ արթնությունը։ Իհարկե, մի կարճ սենց, հա։ Մարդիկ փրկվելու են։ Արթնություն, այսինքն մարդիկ Աստծուն են դառնալու, չէ՞։ Բարի են լինելու, սուրբ են լինելու։ Ես չգիտեմ, մեր ազգը ինչի է այսքան։ Չեմ ուզում վատ բան ասեմ, բայց նայում ես, չար, չկամեցող, մեկը մեկի լավը չի ուզում։ Կարող է ուրիշ ազգեր էլ կան։ Սենց լուրջ, բանեղած, սենց դառնացած։ Ուզում ենք, չէ՞ որ փոխվեն։ Ուզում ենք այնքան բարի լինի սրտերը մարդկանց։ Ամենակարևորը մեղքի լուծը հեռանա, որ իրանց անունները գրված լինեն կյանքի գրքի մեջ, որ երկինքը իրանց տունը լինի, այս էլ ժամանակավոր կացարանը։ Ոչ թե սա հավիտենական կացարանն է, ու ամեն բան ստեղ է։ Ու իրանք ամեն բան անում են, որ ստեղ մի բաժին ավել, մի քայլ ավելին, չգիտեմ, մի կիլո շատ։ Ու այդ հոգսի մեջ, թոհ ու բոհի մեջ իրանց կյանքը մի օր հեշտ, մի օր դժվար, դառնացած, սրանից խլելով, նրան խաբելով, նրան կործանելով, ուզում են ապրեն։ Ու մենք հասկանում ենք, որ դա խաբված է, որովհետև մենք ենք երեք խաբված։ Բայց այսօր հասկանում ենք, որ մեզ պետք է Տիրոջ այցելությունը։ Ամեն։ Մեզ պետք է, մենք հասկանում ենք, որ մեր ազգին ու ընդհանրապես մարդկությանը պետք է Տիրոջ այցելությունը։ Մենք գիտենք, որ Տերը, եթե չփոխի, չեն փոխվի։ Եթե Տերը չկպնի, ոչինչ չի կատարվի։ Ու Աստված ասում է. ես քեզ օծել եմ։ Ես դրա համար եմ եկել քո կյանքի մեջ։ Ինձ մի թաքցրա քո գրպանում, կամ էլ մի ինչ-որ նկար կա, չէ, ամեն մեկը իր սիրելի, չգիտեմ, հարազատի նկարը ունի իր դրամապանակի մեջ, այսօր էլ ինչ դրամապանակ, այսօր արդեն էլեկտրոնային է, հեռախոսի մեջ եւ այլն։ Մի հանի ժամանակ առ ժամանակ ինձ նայի ժպտա ու էլի դիր տեղը։ Դու կանչված ես Սուրբ Հոգու հետ գործ անելու։ Ու այդ արթնությունը ոտեր չունի, որ ինքն իրան գալիս է, իր ոտքերը ես ու դու ենք։ Արթնության ձեռքերը, որ գա ու հասնի ինչ-որ մեկին, ձեռք չունի, ես ու դու ենք, եկեղեցին այդ ձեռքերը։ Ամեն։
Խնդրում եմ նայի քո ձեռքերին։ Նայի քեզ, մտովի, նայի քո, դու ես այդ արթնության մարդը, ում կամ ինչի համար էլ որ օծել է քեզ Աստված, իր Սուրբ Հոգով։ Դու ես եկեղեցի, հիմա ես որ ասում եմ դու ես, դու այն չմտածես մենակ դու ես։ Ես եմ որ կամ եկեղեցին է։ Որտեվ եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Իսկ գլուխը ով է։ Նայ այդ ժամանակ։ Հիսուսն է։ Եթե գլուխը իր տեղում է, մարմինը հնազանդվում է։ Այս դեպքում չի լինում, որ Հիսուս խի քո տեղում չես, դրա համար է մենք մեր տեղում չենք։ Ոչ, Հիսուսը իր տեղում է։ Ուղղակի մեր կամքը ազատ է։ Նայեք, եթե մարմինը ենթարկվում է գլխին, կա հաջողություն։ Եթե մարմինը չի ենթարկվում գլխին, բոլորս տեսել ենք նման խնդիրներով մարդկանց։ Դու հասկանում ես, որ խնդիրը գլխից է։ Չի կառավարում գլուխը, դրա համար մարմինը տարբեր բաների մեջ է։ Մեր դեպքում գիտեք որն է։ Գլուխը ունի իր տեսիլքը, գլուխը ունի իր ազդակը, գլուխը ունի իր նպատակը, բայց մարմինը պետք է ենթարկվի գլխին։ Մարմինը պետք է ընդունի այդ ազդակները գլխից ու անի եւ հաջողություն կլինի։ Նայեք, մենք հիմա շարժվում ենք, խոսում ենք, դու նստած ես, մտածում ես, ստեղ փառաբանում էին ու դա սաղ այդ ամբողջը գլխի թելադրանքն է։ Հաջողությունը գլխին լսելու մեջ է։ Հաջողությունը տեղերը փոխելու մեջ չի, այլ ինչի համար, որ Հիսուս ասում է, եւ ես կուղարկեմ Սուրբ Հոգին, ու դուք զորություն կառնեք, եւ իմ վկաները կլինեք։ Ամեն։ Իմ վկաները կլինեք։ Կա ուրիշ նպատակ ավելին, քան սա է։ Մատթեոս արագ մի քանի տեղ կարդամ։ Նայեք, Ավետարան Մատթեոսի 28-րդ գլուխ։ Սա այն հանձնարարականն է կամ վերջի ուղերձը, որ տալիս էր։ Գրված այսպես, բայց 11 աշակերտները գնացին Գալիլեա, այն սարը, որ Հիսուսը նրանց հրամայել էր։ Երբ որ նրան տեսան, երկրպագություն արին նրան, բայց ոմանք երկմտեցին, եւ Հիսուսը մոտ գալով նրանց հետ խոսեց եւ ասեց. ամեն իշխանություն ինձ տրվեց երկնքում եւ երկրում։ Ուրեմն գնացեք։ Սա խոսում էր, որ գիտես, ես քեզ լիազորում եմ։ Ես ձեզ լիազորում եմ, գնացեք։ Համաձայն ես։ Որն է Սուրբ Հոգու նպատակը։ Գնալը։ Ուր։ Ավետարանով, ավելի շուտ կասեմ։ Դե հենց գնացինք, Հիսուսն ասել է գնացեք, ինչի եկեք ել։ Դա նպատակ էր, դա լիազորություն էր, դա տեսիլք էր, դա ուղղություն էր, երբ որ գնացեք բոլոր ազգերը, աշակերտեք, նրանց մկրտելով Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով, նրանց սովորացնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի պահեն, եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհի վերջը։ Ես ձեզ հետ եմ այս գործի մեջ։ Ամեն։ Հաջորդ տեղն եմ ուզում կարդամ Մարկոսից 16-15-ից։ Եվ նրանց ասաց գնացեք բոլոր աշխարհը, ավետարանեցեք, ավետարանը քարոզեք ամեն արարածի։ Գիտես, ով որ հավատա, մկրտվի, կփրկվի եւ ով որ չհավատաց կդատապարտվի։ Նրանց էլ որ հավատացին, այս նշանները կհետևեն, իմ անունով դևեր կհանեն, նոր լեզուներ կխոսեն, օծեր վեր կառնեն եւ մի մահադեղ խմեն, նրանց չի վնասի, հիվանդների վրա ձեռք կդնեն, նրանք կառողջանան։ Թանկագիններ, այսօր մենք ոնց որ թե տեղերը փոխում ենք։ Մենք փոխում ենք տեղերը։ Այս նշանները, այս զորությունները, այս հրաշքները, այս դրսևորումները, դրանք ավետարանի արդյունքում պետք է լինեն։ Ոչ թե մեր բարի ցանկությունների, ոչ թե մեր, գիտես, մեր շատ աղոթքների, այլ ավետարանի արդյունքն է սա։
որ ավետարանը ունի այդ զորությունը, ավետարանը ունի, ու մենք ասում ենք ավետարանը, բայց գիտես որտեղից է այդ զորությունը գալիս։ Աստծո հոգուց։ Կարելի է ասել Սուրբ Հոգին ասում է, լսի, եթե դու խոսաս ավետարանը, ես պատրաստ եմ քեզ հետ։ Եթե դու տանես ավետարանը, ես կգործեմ դրա համեմատ։ Եվ շարունակություն ասում են նրանք էլ 20-ում դուրս գնացին ամեն տեղ քարոզում էին եւ նայեք Տերը գործակցում էր նրանց եւ խոսքը հաստատում էր այն նշաններով, որ հետևում էին։ Հրաշք մի փնտրեք, ավետարանը տվեք, հրաշքը իր տեղը կգա, ասում է Հիսուսը։ Ամեն։ Երբեք հրաշքները առաջնային տեղը չդրեց Աստված։ Առաջնայինը դրեց վկաները կլինեք, ավետարանը կքարոզեք, մնացածը ես կանեմ։ Ու հարցը առաջանում, ես այդքան էլ համոզված չեմ, կփրկվեն չէ, ինչքան լավ է, որ ավետարանի մեջ ու լսած կլինես, եթե այնց ճակերտավոր հոգևոր էքսպերտների շատ քչերը կփրկվեն։ Իսկ ես միշտ կարդում եմ, ասում եմ, շատերը կփրկվեն։ Ես տենց եմ կարդացել իմ Աստվածաշնչի մեջ։ Ասում եմ, շատերը կփրկվեն։ Անկամ երկնքի մասին են կարդում, ասում եմ, եւ շատ շատերն էին փրկված։ Ո՞վ է մեզ խաբել, որ քչերը կփրկվեն։ Ո՞վ է ինձ ու քեզ խաբել, որ այս քաղաքում այնքան քիչ փրկված կա, էդ էլ երևի արդեն լրացել է բանը, լիմիտը։ Էլ ինչ կարիք կա։ Դա սուտն է սատանայի։ Դա սուտն է։ Շատերը կերի մեղքերի թողության համար։ Ամեն։ Եվ շատերը կհավատան բարի լուրին։ Ինչու՞։ Որ փրկվեն։ Իհարկե ցավոք սրտի կլինեն մարդիկ, որ չեն փրկվի։ Բայց գիտես, մեզ տրված չի իշխանություն կամ իմաստություն կամ զանազանություն, որ մենք հասկանանք։ Հələ մի հատ ուղիղ աչքերից նայի։ Հələ մի հատ ասա ա։ Ոչ։ Մենք էքսպերտ չենք, ով կփրկվի, ով չէ։ Հիսուս նման բան չասեց։ Ասեց դուք ասեք փրկության լուրի մասին։ Դուք ասեք մնացածը իմ գործն է։ Սրտի հետ գործ անելը իմն է։ Սերմը գցի, ջրի, աճեցնելը Աստծո գործն է։ Դա Սուրբ Հոգու գործն է։ Բայց եթե մենք Սուրբ Հոգուն թողում ենք գնալու ու մենք նստում ենք մեր տները, դե գնա կպի սրան Սուրբ Հոգի, դե գնա բժշկի սրան Սուրբ Հոգի, դե գնա սրա կյանքի մեջ հլու մի հատ խրատի թող խելքը գլուխը գա։ Չի գործում։ Սուրբ Հոգին էլ ասում է, լսի, բայց մի րոպե տեղերը փոխվել են, ես եմ քեզ ասում գնա։ Ես եմ քեզ ասում խոսի, ես եմ քեզ ասում հանդիմանի։ Հա? Ես եմ քեզ ասում։ Դու արա, ես իմ բաժինը կանեմ։ Ամեն։ Գործք առաքելոց 10-րդ գլուխ 37-րդ խոսքում բոլորիս շատ ծանոթ տեղեր են գրված է դուք ինքներդ գիտեք այն բանը, որ եղավ բոլոր Հրեաստանում, Գալիլեայից սկսած այն մկրտությունից հետո, որ Հովհաննեսը քարոզեց։ Այն Հիսուսին, որ Նազարեթից է, թե ինչպես նրան Աստված Սուրբ Հոգով եւ զորությունով օծեց։ Ինչպես։ Ինչու՞մն էր դրսևորվում իր օծված լինելը Սուրբ Հոգով եւ զորությունով։ Նայեք, որ ման եկավ բարին անելով եւ սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկելով, որովհետեւ Աստված նրա հետ էր։ Գիտես, սկզբից կարդանք, թե այս խոսքերի վերջից կարդանք, նույնն է։ Ասում եմ, գիտեք Հիսուսին, ինչի համար էր նա Սուրբ Հոգով օծված, որ հետեւյալ գործեր անի, որ սատանայից հարստահարվածներին օգտակար լինի, սատանայի գործերն էլ քանդի։ Ու մի հատ է վերջում գրում է, ու գիտեք որն էր դրա հաջողությունը կամ պատճառը, որովհետև Աստված նրա հետ էր։ Ում հետ է Աստված։ Դու հաջողված ես։ Ամեն։ Եկեղեցին հաջողված է, որովհետև Աստված մեզ հետ է։ Ինչ անելու։ Մի երկու բան ավել խնդրելու այսօր։ Նոր տարի է։
ես մարդ կա, որ վերջում եկավ, ինքը թղթապանակի մեջ չէր հասցրել, որ ես կարիքներ գրեր։ Ու հիմա մտածում եմ, ոնց անեմ, մի երկու կախր չհասցրեցի աղոթքին։ Ոնց անեմ, որ Աստված այս հարցերս էլ հոգա։ Մի քիչ գումարը, այս տարի թանկացումներ եղել են, մի քիչ շատ է պետք։ Կահույքս եմ ուզում փոխեմ, ես եմ ուզում փոխեմ։ Չէ՞ որ Աստված իմ հետ է։ Չէ՞ որ Աստված լսում է արդարի սրտի աղաղակը։ Չէ՞։ Աստված անգամ ավելին է անում, քան մենք խնդրում։ Լսեք, եկեք փոխենք մի հատ տեղերը այս տարի։ Հա? Եկեք փոխենք։ Ասենք Սուրբ Հոգին իմ վրա է։ Սուրբ Հոգին իմ մեջ Աստված իմ հետ է։ Ու որպիսի քանդեմ սատանայի գործերը։ Ինչպես ավետարանով, որպեսզի կապվածներին ու հարստահարվածներին ազատագրեմ, ազատագրություն բերեմ ավետարանով։ Պողոսը ասում է, ավետարանը ոմանց համար հիմարությունն է։ Բայց իրականում դա Աստծո զորությունն է փրկելու համար։ Էլ այդ տեղը չկարդամ Հռոմեացիների, բայց ասում եմ նրա մեջ է թաքնված Աստծո զորությունը։ Աստծո ով կարա չափի Աստծո զորությունը։ Ինչքան է։ Քանի կիլո, քանի բարել, ես չգիտեմ, ինչքան չափման միավորներ կան։ Ամպեր, մեգաբայթ, ամբիչափ։ Այսինքն անսահմանափակ, չէ՞։ Պատկերացնում եք Աստծո կատարյալ ողջ զորությունը դրսևորվում է երկնքում, երբ որ Աստված սենց անում, այնտեղ զորություն, ավետարանի մեջ, ասում է Պողոսը, ավետարանի մեջ է Աստծո ողջ զորությունը։ Որն է ավետարանը։ Այն նոր կտակարանը, այդ գրքի մեջ, կներեք էլի, որ սենց եմ ասում, որտեղ մինչև այսօր մարդիկ կան, պաչում ու դնում են։ Մարդիկ եկան գլխի տակ են դնում, բարձի տակ։ Կարող է Աստծո ողորմությունով որոշ բաներ չգիտության պատճառով գործվում է, ազդում է, բայց Աստծո խոսքը ասում է իրական զորությունն ու դրսևորումները նրա մեջ են, որ Հիսուսը խաչվեց մեր մեղքերի համար, մահացավ, ասում է ինչպես գրքերում է գրված, երրորդ օրը հարություն առավ։ Ամեն։ Ու մեզ ազատեց։ Իր արյունը թափելով, սա է ավետարանի զորությունը։ Այսքան բան, մենք ինչ անենք։ Հավատանք։ Երբ որ Պետրոսը ավետարանը քարոզեց, մարդիկ եկան ասեցին, բա հիմա ինչ անենք, որ փրկվենք։ Ավետարանը նրա սկիզբը հետևյալ կերպ չի։ Հավատա Աստծուն, պարտքերդ կփակվեն։ Կա նման ավետարան։ Հավատա Աստծուն եւ կբժշկվես։ Հավատա Աստծուն, գործերդ աչին կգնա։ Հավատա Աստծուն, դարձի Աստծուն։ Ու ինչ։ Սա է ավետարանը։ Սա ավետարանի բխող հետևանքներն են։ Հավատա Հիսուս Քրիստոսին։ Կապրես, կփրկվես, անունդ կգրվի կյանքի գրքի մեջ, կդառնաս Աստծո որդի։ Հավատա Հիսուս Քրիստոսին, ընդունիր քո կյանքի մեջ եւ կտենաս նրա ներկայությունը քո կյանքում։ Մեղքը կհեռանա քեզանից, կապանքները կհեռանան քեզանից, սատանայի գործերը կքանդվեն քո կյանքի մեջ, հետևաբար եւ կառողջանաս, եւ կհաջողվես, եւ կբարձրանաս։ Հա? Որտեվ դրա մասին գրվում է, ես հետո կկարդամ։ Այն Հիսուսը ասում է, որի համար Աստված նրան օծել էր հոգով եւ զորությամբ, ման եկավ,
բարին անելով եւ սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկվելով, որովհետեւ Աստված նրա հետ էր։ Ես ուզում եմ այս խոսքերը մենք դաջենք մեր սրտերի մեջ։ Ամեն անգամ, եթե ասենք Աստված իմ հետ է, կամ երբ որ ասենք Աստված իմ հետ է, հասկանանք ինչի համար է նա մեզ հետ։ Լավ, ինչի համար է նա մեզ հետ։ Հիմա մի բան էլ խոսամ փրկությունից, արթնությունից։ Հիսուսը ասեց, նայեք, դուք ասում եք դեռ հունցքը չի հասել։ Դուք ասում եք, գիտես, մեր տարածաշրջանը, վայ մեր տարածաշրջանը։ Եթե մեր տարածաշրջանը, վայ տարածաշրջանը ու փրկվելու սենց շանսեր չկա, բա Սուրբ Հոգի ինչի ես եկել։ Հա? Թե սխալ եմ ասում։ Սուրբ Հոգի ինչի ես եկել։ Եթե մեր տարածաշրջանը փրկվողներ չկան, ինչի ես եկել։ Չէ՞ որ քո կարևորագույն գործը փրկությանն է։ Թե այդպես չի։ Այդպես է։ Ուրեմն հայտնություն, մեր տարածաշրջանը սպասում է։ Ում։ Որ Աստծո որդիները ճիշտ է հայտնվեն, բայց եկեք թող Աստծո որդիները հայտնություն առնեն հլը մի հատ, որ հայտնվեն։ Ես էլ եմ ասում, եկող տարի մեծ ծրագրեր ենք իրականացնելու։ Կարող է թուքում մուրուտես, կարող է քարկոծվես, եթե, չգիտեմ, կամ վախեցնեն։ Բայց գիտես ինչ, թուքումուր հիմա էլ ենք ուտում, վախեցնեն։ Բայց գիտես ինչ, թուքումուր հիմա էլ ենք ուտում, քարեր հիմա էլ են շպրտում մեր վրա, ու մենք է ոչ մի բան չենք անում, սենց նստած ենք հանգիստ։ Գոնե անենք, հա? Եկեք գոնե անենք, ոչ թե գոնեի համար, որ կիմանանք ինչի համար։ Գիտենք, որ ավետարանն է, ու միգուցե այդ մի քանի քարքցողների մեջ էլ Պողոսներ կան, հա? Որ երբ որ դու սիրով կդառնաս, ինքը ատելությամբ կնայի քեզ ու դու կժպտաս իրան սիրով, ու ինքը կդառնա Պողոս։ Համաձայն ենք։ Ինքը կախարդներ կդառնան Տիրոջ արքայությունը տարածողներ։ Դիվային զորությունները կհեռանան, այն գրքերը, որ ասում է կախարդները բերեցին ու այրեցին, կհրաժարվեն նման ուսմունքներից։ Մենք ասում ենք, Տեր թող քո արքայությունը գա։ Ինքն էլ ասում է, դե թող գա։ Ինչպես։ Եկեղեցու ձեռքով։ Հիմա ուր հասանք։ Եկեղեցու մարմնի մասին խոսացել եմ, Կողոսացի 1:18-ում շեշտվում է, որ ասում է Քրիստոսն է եկեղեցու գլուխը։ Եվ մեզ պետք է իրականում մեր գլխի կամքը կատարենք։ Ամեն։ Հռոմեացիների 10:9-ից եմ մեջ բերում։ Ասում է ինչպես հավատան։ Մարդիկ ինչպես հավատան։ Ինչպես փրկվեն, եթե չեն լսել ավետարանը։ Ինչպես լսեն, եթե մեկը չկա, որ գնա ասի, գիտես, Հիսուսը քեզ համար խաչվել է։ Հենց քեզ համար։ Որ դու հավիտենական կյանք ունենաս։ Իհարկե կլսես միգուցե արտահայտություններ։ Գնա մեղավորներին ասա, ես մեղք չունեմ։ Ոչինչ, դու իրան ասա։ Դու իրան ասա, որ Հիսուսը քո մեղքերի համար է խաչվել։ Մնացածը ունի թե չունի, դա Աստծո հարցն է։ Մի փորձի ապացուցել։ Բա Լևի գնացել ես, բա սրան դավաճանել ես, բա էսի արել ես, թող, լսա Հիսուսը ասել է, որ քո մեղքերի համար է խաչվել։ Մարդկության մեղքերի համար է խաչվել։ Ու միտեղ կարդացել եմ, որ գրված է մեջ մեկը չկա, որ արդար լինի։ Բոլորը մեղանչել են, ասո դե եթե դու այդ բոլորի մեջ չես մտնում, մի հատ ձեռդ դիր գլխիս օրնի գնամ։ Իհարկե հումոր եմ անում։ Բայց գրված է ինչպես լսեն, եթե գնացող չկա։ Ինչպես գնան, եթե ուղարկող չկա։ Գիտես, ես ուզում եմ այսօր մենք նայենք մենք ու Աստված։ Միթե Աստված մեզ չի ուղարկել։ Պատվերը չի տվել ուղարկելու, գնացեք։
Միգուցե ոչ թե ուղարկող չկա, այլ գնացող չկա։ Ինչպես ուղարկվեն կամ հետո խառնեցի, հա, հերթականությունը։ Եթե գնացող չկա ու շարունակություն ասում են, նայեք ինչ գեղեցիկ են այն ոտքերը, որ ավետարանն են տանում։ Եսայան ասում է, նայեք ինչ գեղեցիկ են այն ոտքերը, որ խաղաղություն են տանում, հաշտություն են տանում, հաշտություն Աստծո հետ։ Ինչ գեղեցիկ են այդ ոտքերը։ Ինքը շատ մեծ խորհուրդ ունի։ Այն կոշիկները, որ ոչ թե Արմանիից են, ոչ թե Գուչիից են, այլ ավետարանի ֆիրմայի կոշիկներ են, որ պետք է ունենա եկեղեցին։ Ու եկեղեցին, եթե չունի այդ կոշիկները, ինքը խոցելի է։ Գիտեք, ինքը հեռու չի գնա թանկագիններ։ Ես չեմ ուզում ոչ մեկին ոչ մի բան ասեմ, բայց եկեղեցիներ կան, որոնք նախանձում են մեկը մյուսին, չկամություն ունեն, որ ստեղ ոչ մի բան չլինի, լավ բան չլինի, գիտեք ինչի, որ իրանք այդ ֆոնի վրա Երևան։ Ու խնդիրը գիտեք ինչի մեջ է, կոշիկներն է կորցրել եկեղեցին։ Որտեվ ոտքա ուզում դնի մի բանի մեջ, ցավոտ է, ոտը հետ է քաշում։ Ասում է, ինչի ոտս դնեմ, ինչի ցավա։ Մի րոպե, կոշիկներն է պետք հագնել։ Ես ուզում եմ մեր մասին խոսեմ։ Հա? Մեր մասին։ Մենք մրցակցության մեջ չենք իրար հետ։ Մենք Աստծո հետ համագործակցության մեջ ենք։ Մեր հաջողությունը քաղաքի փրկությունը պետք է լինի, մարդկանց փրկությունը պետք է լինի, հարստահարվածների բժշկությունը, կապյալների ազատագրումը պետք է լինի։ Եվ հետևանք ասում է, եւ Աստված փրկվածներին ավելացնում էր եկեղեցում։ Բայց որտեղ ավելացնի եկեղեցում։ Ես հավատում եմ արթնությանը։ Բայց գիտես, հավատում եմ, որ եկեղեցու ձեռքով դա պետք է լինի։ Իմ ու քո ձեռքով պետք է լինի։ Այո, միգուցե ապաշխարելու շատ բաներ ունենք, եկեք ապաշխարենք։ Հա? Եկեք չնստենք, սպասենք, ինչ որ մի բան հանկարծակի կլինի, մի մեծ պայթյուն ու մարդիկ կփրկվեն։ Եկեք այդ պայթյունը մենք բերենք մարդկանց կյանքերի մեջ։ Ամեն։ Եկեք սատանայի արքայությունը պայթեցնենք։ Քանդենք։ Ավետարանը ունի այդ զորությունը։ Ինչ գեղեցիկ են։ 16-րդ գլխում Հովհաննեսի, խնդրեմ, թող փառաբանությունը բարձրանա։ Ասում է, երբ որ Սուրբ Հոգին գա, նա կսկսի աշխարհը հանդիմանել։ Մեղքի համար, արդարության, դատաստանի։ Հասկանում եք նրա նպատակը։ Իսկ մենք ասում ենք Սուրբ Հոգին, որ գա, ես ավելի հայտնի կդառնամ։ Ինչպես։ Այ մի հատ պարգև կդրսևորվի իմ կյանքում Սուրբ Հոգով։ Ու ես ավելի ճանաչված կլինեմ։ Աշխարհը ինձ կճանաչի։ Նենց քարոզներ կքարոզեմ, սկի քարոզել չէ, մի հատ ձեռքս սենց կանեմ։ Մարդիկ կընկնեն, մարդիկ կվերապրեն Տիրոջը, ու ինչ։ Ով է տեսել այտենց բան, երբ որ Սուրբ Հոգին կգա, այտենց բաներ կանի։ Չէ, փչելու, ձեռք շարժելու դեմ չեմ։ Աստված ոնց ուզենա կգործի, բայց ասում է, երբ որ Սուրբ Հոգին գա, մեղքի համար է հանդիմանելու։ Արդարությունն է խոսալու, դատաստանի մասին է խոսալու, որ հիմա դատեք ձեզ, որ չդատապարտվեք։ Սուրբ Հոգին գալու է, ասի, գիտես, մեղքից ազատվի, որովհետև դրա գինը վճարված է։ Սուրբ Հոգին չի գալի, էլի եմ ուզում ասեմ, բայց դա ինքստինքյան կատարվելու է։ Եվ պարգևները, եւ դրսևորումները, եւ ճանաչողությունները, եւ ամեն անգամ չլինի էլ, բայց մեկը Սուրբ Հոգին գալու է մեղքը հանդիմանի։ Սուրբ Հոգու գործն է ավետարանը բերելով բացահայտենք մեղքը։
բացահայտվի Տիրոջ ընդունելությունը, արդարությունը, որ մենք արդարացված ենք ու պետք է ձրի ընդունել այդ արդարությունը։ Ամեն։ Ու կա դատաստան, որ չենք խուսափի ոչ մեկ։ Ուղղակի ես երեք մի բան էի դրել։ Ոմանք կկանգնեն փրկչի առաջ, իսկ ոմանք դատավորի։ Ու որպեսի չկանգնենք դատավորի առաջ, ով որ արդար է, եկեք կանգնենք փրկչի առաջ, ով որ գրկաբաց բոլորին երկինք կընդունի։ Ամեն։ Ամեն։ Ու հետո ես հավատացած եմ, կարելի է աղքատներին է կերակրել, կարիքավորներին էլ հոգ տանել, անտուն թափառականներին էլ կարելի է հագցնել, սոցիալական տարբեր ծրագրեր կարելի է անել, բայց դա երկրորդականն է թանկագիններս։ Դա չի առաջնային եկեղեցու նպատակը։ Համաձայն եք։ Սերունդներ էլ կկրթենք։ Բայց ավետարանի մեջ է Աստծո սիրո դրսևորումը, Աստծո բարության դրսևորումը, զորության դրսևորումը, որ իմ ու քո ձեռքերի մեջ է այսօր։ Որտեվ Սուրբ Հոգին քո մեջ է։ Ամեն։ Ուզում եմ Եսայա մարգարեությունից կարդամ։ Գիտեք, եթե աշակերտներին հաջողվեց այն ժամանակաշրջաններում, վերջերս մի եղբայր ասում է, ինչպես են այն ժամանակում ոտով ճանապարհներ գնացել։ Լավագույն դեպքում էշերով, ձիերով, եզներով, որը որ մեծ բան է եղել արդեն, չգիտեմ, ով կարար գնար ձիով, էշով, գոմեշով, սայլով, բայց մեծամասնությունը ոտքով։ Այսօրվա հնարավորությունները անհամեմատելի են, անհամեմատելի։ Շատ տեղ պետք չի գնալ անգամ ոտքով, բայց լավ է, առողջարար է ոտքովը։ Այսօր մենք ինտերնետով շատ տեղեր կարող ենք գնալ, շատ տեղեր կարող ենք հասնել, չէ՞։ Շատերին ենք հասանելի, կամ կարող ենք հասանելի լինել։ Բոլորս ասում ենք այո։ Բայց պետք է օգտագործել։ Պետք է օգտագործել այս հնարավորությունը այսօր։ Պետք է թե պետք չի։ Դե ասասելի հին երգն ես երգում։ Բա ինչի են մեր դիտումները այդքան քիչ, մեր եկեղեցու, կամ ընդհանրապես, տարածումները ինչի են այդքան քիչ, թանկագին, եթե դու ուզում ես քո բարեկամի տունը մտնի բարի լուրը, միգուցե չես կարողանում, կամ ինքը դուռը փակել է քո առաջ, կամ ականջները քո առաջ, որ դու չես կարողանում խոսաս, թե համաձայնվել ես, դա լավ թող կորի որ հասկանա, չէ, ես մտածում եմ բոլորի սիրտն էլ ցավում է։ Բա եկեք թող մտնի, թող ավետարանը մտնի սոցցանցերի միջոցով, քո միակ հավանումի միջոցով, քո միակ կիսումը գիտեք որն է, պաձելիցան։ Հավանումը լայքն է, կոմենտը մեկնաբանություններն են, որ տակը պետքա գրենք, ինչու գրենք, որ այս արհեստական բանականությունը ռոբոտը ինքը սկսի շախ տալ։ Մեր քույրիկը խոսում էր շախ տալու մասին։ Գիտես, բաներ կա հատիկ են տնկում, բայց եկեք շախ տանք այսօր ավետարանը։ Հնարավորին ու անհնարին տեղերը։ Հնարավոր է։ Բա շախ տվեք։ Բա կիսվեք։ Երբ որ խոսում ենք կիսումի մասին, մի փոքր բարձրանում, հետո մի ամիս հետո տենում ես իջ ավելի։ Ժողովուրդ, ավետարանը եկեք կիսվենք։
Չեմ ուզում մեր անունը եկեք կիսվենք։ Ոչ։ Մեր եկեղեցին չէ, մեր անունը չէ, անձը չէ, ավետարանի խոսքը։ Ամեն։ Տվեք, ստիպեք մեդիա ծառայությանը, որ ինքը տա, թողարկում տա, ապրանք տա, արտադրանք տա։ Բայց եթե կիսում չկա, մենք էլ արդեն այնքան են կերած, արդեն տառասխալներ, բառասխալներ, բաներ ենք բռնում։ Հա, ես ինչ բանա որ գրել ենք, ես ինչ հայտնությունա որ գրել եք, սրա ինչը կիսվեմ։ Կիսվի, մարդ կա որ սովամահ է սուր լինում։ Մարդ կա այդ հայտնության կարիք ունի։ Ու դու իրան անգամ չես էլ ճանաչում։ Կարելի է թե չէ։ Բայց գնալն էլ իրա տեղը։ Ոտքերով քայլելը իրա տեղը։ Այսօր հնարավորությունները այնքան շատ են։ Մեքենաները այնքան շատ են։ Ամեն։ Ուզում եմ Եսայա 53-ը կարդամ, 53-ից կարդամ։ Ու նորից մի հատ ապացուցենք մեզ համար, որն էր Աստծո գերագույն նպատակը, որ նա եկավ մեր կյանքերի մեջ։ Իջ Սուրբ Հոգով, 10-րդ խոսք։ Բայց Տերը հաճեց նրան զարկել, ցավեցնել։ Երբ որ նրա հոգին մեղքի զո արավ, նա պիտի սերունդ տեսնի։ Նա պետք է սերունդ տեսնի։ Գյումրիից, Հայաստանից, մինչև աշխարհի ծայրերը։ Բա ասում եք արթնություն չկա, բա փրկվողներ չկան։ Բա դաշտերը չեն սպիտակել։ Դե այստեղ այնքան դժվար դաշտ է։ Դժվար դաշտերն էլ մշակելու ձև ունեն։ Պարարտացնելու, փխրեցնելու, քարերը հավաքելու, բայց վերջնական նպատակը գիտեք որն է։ Ցանելու ու բերք տալն է։ Ամեն։ Երբ որ նրա հոգին մեղքի զո արավ, նա պիտի սերունդ տեսնի եւ օրերը երկարացնի։ Եվ Տիրոջ հաճությունը պիտի հաջողվի նրա ձեռքով։ Տիրոջ հաճությունը Պիևնույնա պիտի հաջողվի եկեղեցու ձեռքով, իր անձի աշխատության պտուղը պիտի տեսնի եւ կշտանա։ Հիսուսը պետքա տեսնի այդ պտուղը ու կշտանա։ Ամեն։ Իր գիտությամբ պիտի արդարացնի իմ արդար ծառան շատերին, որովհետև նրանց անօրենությունները ինքը կրեց։ Նրա համար նրան բաժին պիտի տամ շատերի հետ եւ նա հզորների հետ ավար պիտի բաժանի։ Նրա փոխարեն, որ իր անձը մատնեց մահվան եւ հանցավորների հետ հաշտվեց։ Սա ավետարանն է։ Սա ավետարանն է, որ ակնկալում է պտուղ։ Սա ավետարանն է, որ արտադրում է պտուղ, արտադրում է փրկություն, որ ունի հետևանքներ։ Ամեն։ Եկեք ոտքի կանգնենք։ Մենք այսօր վերա նորոգելու ենք մեր մտածելակերպը, վերա նորոգելու ենք մեր տեսիլքը։ Ամեն։ Մենք այսօր թարմացնելու ենք ու որոշում ենք կայացնելու։ Գիտես, այնքան տեղեր ենք կարդում, ասում է եւ Փիլիպոսը գնաց, քարոզեց, ասում է ինչ մեծ ուրախություն էր։ Բոլորս էլ տեսել ենք, վայելել ենք, երբ որ մեկին խոսում ես, ապաշխարում է, բժշկվում է, ազատագրվում է, ուրախությունը աշխարհով մեկ է մեր, չէ՞։ Աշխարհով մեկ ենք լինում։ Բա որ այդ մեկը չի, 1001-ը լինի ինչ ենք անելու։ Մեր բերան ուրախությունից չի փակվելու։ Աստծո սրտի ցնծությունը մեր սրտի մեջ չի պակասելու երբեք։ Մենք հասկանելու ենք մեր բուն նպատակը։ Շատ լավ արդեն փրկված ենք, ժողովուրդ։ Երբ որ եկեղեցին իր գործով չի զբաղվում, ինքը ուրիշի գործով է զբաղվում։ Երբ որ եկեղեցին ավետարանով չի զբաղվում, այս վերջերս այնքան եմ մտածում։ Եկեղեցին գիտեք ինչով է զբաղվում։
դիվանագիտությամբ, դիպլոմատիա է կոչվում, քաղաքականությամբ, երբեմն մուրճը առնում է իր ձեռքերի մեջ, սկսում է դատավոր իրան դրսևորել։ Եկեղեցու գործը ավետարանի մեջ է։ Ամեն։ Ու թող Տերը օրհնի մեզ։ Թող Տերը նորից փայլեցնի իր երեսը մեր վրա։ Թող Տերը նորից ու նորից լուսավորի մեր հոգու աչքերը, որ մենք հասկանանք, որ Սուրբ Հոգին չի եկել մեր մեջ, որ մենք մեզ լավը զգանք։ Սուրբ Հոգին եկել է մեր մեջ, որ աշխարհը հաշտվի Աստծո հետ, ու մենք մեզ լավը զգանք։ Ամեն։ Ու մենք իր ձեռքերի մեջ դառնանք արդարության գործիքներ։ Իսկ Աստված այն գործիքը, որ պիտանի է, փայլեցնել գիտի, մաքրել գիտի, իր աչքերի առաջ պահել գիտի։ Գիտես, ինչ որ մի խորթանոցում նետած չի փոշուտակ, այն գործիքը, որ քեզ որպես արեստավոր, մասնագետ, որ միշտ եկամուտ է բերում, հաջողություն է բերում, դու նա կիրառում ես, ինքը միշտ քո աչքի դեմ է։ Ու ես հավատում եմ, որ Աստված գործածում է այդ մարդկանց, ու էլ ավելի կգործածի, բայց թող այդ մարդիկ չլինեն եզակիները, թող այդ եկեղեցիները բոլորը լինեն։ Ամեն։ Ասում է իր կապարչի մեջ է թաքցնում։ Ու երբ որ թշնամին գալիս է, բայց այդ երիտասարդների համար է գրած։ Բոլորս էլ երիտասարդ ենք։ Ամեն։ Բոլորս։ Բոլորս։ Եվ 50-ից լավ, 60-ից լավ, 70-ից եւ բոլորս ասեցինք ամեն։ Ամեն։ Տեր գործածիր քո եկեղեցին, քո փառքի համար։ Տեր քո խոսքն ասում են, որ զորություն կառնենք եւ քո վկաները կլինենք։ Գործածիր Տեր ամեն մեկիս քո փառքի համար։ Գործածիր Տեր իմ Աստված, այս քաղաքի, այս տարածաշրջանի եւ մինչեւ երկրի ծայրերի համար։ Մենք այսօր խոնարհվում ենք քո առաջ։ Ապաշխարում ենք իմ Արքա, որ տեղերը փոխել ենք, որ երբեմն մոռացել ենք, որ Տեր իմ Աստված միգուցե մեր կմահաճույքով կամ մեր որոշումներով ենք որոշել դրա մեջ վարվել։ Խնդրում ենք նորից թարմությունը թող գա մեր վրա։ Թող Սուրբ Հոգու թարմությունը իջնի քո եկեղեցու վրա, որից մեկը հենց մենք ենք, Տեր իմ Աստված։ Ու թող Տեր մեծ ուրախություն գա ավետարանի միջոցով, մեծ փրկվածություն, մեծ ազատագրումներ, հաշտություն գա Տեր մարդկանց ու քո միջև Հիսուս Քրիստոսի անունով աղոթում ու խնդրում ենք տուր մեզ հայտնություններ, ծրագրեր, ինչպես կազմակերպելու իմաստուն ծրագրեր Տեր իմ Աստված հասնելու մարդկանց փրկությանը ամեն միջոցներով, ամեն ճանապարհներով, որ դու կբացես Տեր իմ Աստված։ Մենք այո հռչակում ենք, որ այսօր բաց է դռները ավետարանի համար։ Մեր երկրի մեջ բաց են դռները, ու դու ես բացել Տեր իմ Աստված։ Հրի քո եկեղեցին, որ դուրս գա այդ դռներով, որ մտնի այդ դռներով, որ գործի Տեր իմ Աստված, քո անսահմանափակ զորության համեմատ։ Մենք քեզ փառք ենք տալիս եւ շնորհակալ ենք Տեր, որ դու մեր մեջ ես ու օծել ես մեզ քո ավետարանը տարածելու համար։ Հալելույա։ Ամեն։